Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը, նշելով, որ սա ևս մեկ քայլ է դեպի Եվրամիության եւ Հայաստանի միջև անվտանգության ու պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության։ Նշվում է, որ օգնության միջոցառման նպատակն է բարելավել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները, կենտրոնանալով ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Այն նաեւ կարագացնի զինված ուժերի փոխգործակցությունը միջազգային ռազմական առաքելություններին եւ գործողություններին, այդ թվում Եվրամիության կողմից տեղակայվողներին։ Այս որոշումից հետո Հայաստանին տրամադրվող ընդհանուր աջակցությունը կհասնի 30 միլիոն եվրոյի։ Էստոնիան այս տարի ծրագրում է դեսպանություն բացել Երևանում, հայտնել է այդ երկրի արտգործնախարար Մարգուս Ցակնան։ Նա տեղեկացրել է նաև Բրյուսելում Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին շեշտելով, եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ կրկին կհանդիպենք։ Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ անհամբեր սպասում է գործընկերոջը Երևանում, այդ թվում Էստոնիայի դեսպանատան բացմանը։ Որոշակի պահի Եվրամիության ղեկավարությունը Հայաստանից կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլենիկովը, հավելելով, թե դա կներառի նրա բնորոշմամբ Բրյուսելի հակառուսական քաղաքականության կուրսին համերաշխություն։ Միաժամանակ Մասլենիկովը զգուշացրել է, Երևանը պետք է իրեն հաշիվ տա, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում Եվրամիությանն անդամակցություն։ Նա նաև խոսել է Հայաստան-Եվրամիություն մերձեցման հետևանքներից, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Հայաստանում այս պահին առողջության ապահովագրության համակարգի շահառու է 1,571,181 քաղաքացի, նրանց միայն 18.3%-ն է վճարում ապահովագրավճար, մնացածը պետական հոգացության ներքո են, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ եթե քաղաքացին 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա համակարգում մնում է 12 ամիս անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից։ Երեխաների թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարն ամբողջությամբ վճարում է պետությունը։ Բոլոր շահառուների տարեկան ապահովագրավճարը 129,600 դրամ է։ Երևանի Շերամի փողոցում նախօրեին բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է փրկարար ծառայությունը։ Հրդեհը բռնկվել էր անձեռոցիկների արտադրամասում կեսօրից հետո։ Այն հաջողվել էր մեկուսացնել կեսգիշերին մոտ, մարել այսօր առավոտյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Իրանի առաջնորդների հետ եւ հետագա քննարկումներ է ծրագրում։ ԱՄՆ նախագահը չի ասել, թե ում հետ է զրուցել, բայց նկարագրել է իր փոխանցած ուղերձը։ Առաջինը ոչ մի միջուկային զենք, երկրորդ դադարեցնել ցուցարարների սպանությունը։ Մինչ այդ հաղորդվել էր, որ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը եւ տարբերակներից մեկը իրանցի առաջնորդների դեմ օդային հարվածներն են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու հնարավորությունը, փոխարենը նա Պուտինին հրավիրել է Կիև։ Զելենսկին ընդգծել է, Ուկրաինան ցանկանում է կառուցողական համաձայնության գալ պատերազմի իրական ավարտի շուրջ, նշելով, որ պատերազմն ավարտելու համար երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման ցանկացած իրական ձևաչափ հարմար է, Ուկրաինայի նախագահը միաժամանակ հավելել է, թե Մոսկվայում, թե Մինսկում դա պարզապես անհնար է։ Այս պետություններից մեկն ագրեսոր է, որը պատերազմ է սկսել մեր դեմ սպանելով մեզ, մյուս երկիրը գործողություններում նրա գործընկերն է, ասել է Զելենսկին։